Դու գիտեք, թե ինչպես է արտադրվում կաթը։ 1 լիտր կաթ արտադրվելու համար կովի կաթնագեղձով պետք է անցնի 500 լիտր արյուն։ Թվում է, թե ամեն ինչ պարզ է, բայց այն կենդանու օրգանիզմում տեղի ունեցող բարդ կենսաքիմիական պրոցեսների արդյունք է։ Կերակրումից, ժառանգական հատկանիշներից, հորմոններից բացի մեծ կարևորություն ունի կենդանու բարդ ստամոքսի բաժինների, մասնավորապես կտրիչի առողջությունը։ Կտրիչը կովի բիոռեակտորն է, որտեղ որոշվում է կաթի արտադրության ծավալները։ Այստեղ կերը ֆերմենտացվում է միլիարդավոր միկրոօրգանիզմների կողմից, առաջացնելով ցնդող ճարպաթթուներ, որոնք հետագա տրանսֆորմացիայի հետևանքով ձևավորում են կաթնայուղը և կաթնաշաքարը, իսկ կաթի սպիտակուցի մեծ մասի աղբյուրը դառնում են հենց այդ նույն միկրոօրգանիզմները, յուրացվելով մարսողական խողովակի մյուս բաժիններում։ Այս նյութերը անցնելով արյան մեջ, կաթնագեղձի հյուսվածքում հորմոնների հսկողությամբ արտադրում են կաթը։ Հետևեք իմեջին, այստեղ շատ է օգտակար կոնտենտը։